Օրեր առաջ պարզ դարձավ, որ տարածաշրջանում տեղնեցող ինտենսիվ պատերազմի համատեքստում Իրանում նոր գերագույն հոգևոր առաջնորդ է ընտրվել նահատակված Ալի Խամեյնիի որդին եւ փաստացի սրանով իրանական կողմը ի ցույց է դնում, որ բնավ չի պատրաստվում հանձնվել Միացյալ Նահանգներ Իսրայել տանդեմի պահանջներին եւ չի պատրաստվում կապիտուլյացիա ստորագրել։ Նաեւ պարզ դարձավ, որ Դոնալդ Թրամփը արդեն իսկ դիտարկում է պատերազմի դադարեցումը եւ նշել էր, որ շատ շուտով Իրանի նկատմամբ հարվածները կվերջանան, սակայն նաեւ արևմտյան BBC տեղեկություններով նույն Դոնալդ Թրամփը դիտարկում է Իրանի Իսլամական Հանրապետություն սահմանափակ քանակի զորք ուղարկելը։ Այս եւ այլ հարցերի շուրջ այսօր զրուցել եմ Կամուրջ քաղաքացիական նախաձեռնության համահիմնադիր Արման Աբովյանի հետ։ Պարզպան Աբովյան, բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Շնորհակալություն հրավիրելու համար։ Մենք այս տաղավարում բազմաթիվ անգամ խոսել ենք Իրանի նկատմամբ ավանական հարվածի մասին, որը որ տեղի ունեցավ արդեն եւ տարածաշրջանում լայնածավալ բնույթի պատերազմ է տեղի ունենում։ Կարծես թե Միացյալ Նահանգները եւ Իսրայելը, չնայած նրան, որ կարողացան գխատել ժամանակապես Իրանի ռազմաքաղաքական ղեկավարությանը, այնուամենայնիվ չեն կարողանում հասնել իրենց առջև դրված ռազմավարական խնդրի կատարմանը։ Տեսեք, նախ պետք է ֆիքսել ինչ է ուզում, հա, արևմուտքը, արևմուտք մի քիչ ներողություն եմ խնդրում, ընդհանրական եմ ասում, ինչ է ուզում, դե լավ։ Միացյալ Նահանգները եւ Իսրայելը ինչ է ուզում Իրանը, ինչ է ուզում միջազգային հանրությունը, այսինքն վերջնակետերը այս process-ների։ Նախ ֆիքսենք, որ Միացյալ Նահանգները եւ Իսրայելի ռազմավարական նպատակն էր Իրանի պայմանական սիրիզացիա կամ իրաքիզացիա, այսինքն Իրաքի կամ Սիրիայի օրը գցեն, մասնատեն, բսկտեն, ինչին միջայլոց ակնարկել էր Թրամփը մի քանի օր առաջ, երբ որ ասաց, որ երբ որ այս պատերազմը կավարտվի, ապա Իրանը չի լինի այն սահմաններում, որում ինքը կա։ Եվ այստեղ շատ կարևոր է ընդգծել հետևյալ հանգամանքը, որ արագ, ասենք ասենք, գիտեք, արագացված պատերազմի սցենար էին դիտարկում թե իսրայելցիները, թե Միացյալ Նահանգները, քանզի շատ լավ հասկանում էին, երկարատև պատերազմը կբերի շատ անցանկալի իրադրությանը ոչ միայն միջազգային տնտեսության մեջ, ինչին մենք այսօր արդեն ականատես ենք, այլ նաև հենց իրենց երկրներում։ Չմոռանանք Տրամփի վարկանիշը, չմոռանանք Նետանյահուի վարկանիշը, չմոռանանք, որ Նետանյահուին ուղղակի սպառնում է դատական համակարգը Իսրայելի, քրգործեր կան հարուցված եւ այլն։ Տրամփի պարագայում չմոռանանք, որ նույն Միացյալ Նահանգներում բավականին լուրջ հակատրամպյան շարժում է սկսել, իմիջիայլոց, որի գլխին կանգնած են, որքան զարմանալի չի, ոչ թե դեմոկրատները, այլ Տրամփի նախկին, ասենք ասենք, էլեկտորատը, ամենապոպուլար, եթե ավելի հա, սենց ընդհանրական խոսանք, ամենապոպուլար գիտեք, որ նա հիմա լոզունգներից մեկը Միացյալ Նահանգներում, դու մեզ խաբեցիր, այսինքն մագային եկավ դու մեզ խաբեցիր լոզունգը, իրանական кейս, համոզված եմ, որ Միացյալ Նահանգները չէին սպասում ոչ թե կատաղի դիմադրություն, որը ցույց տվեց Իրանը, այլ չէին սպասում նախահարձակ Իրանի գործողությունները, այսինքն մենք այստեղ ունեցանք մի իրավիճակ, երբ որ Իրանը ոչ միայն պաշտպանվում էր, այլ Իրանին հաջողվեց անել ամենակարևոր քայլը, ինքը ընդլայնեց պատերազմը ամբողջ մերձավոր արևելքով, Պարսից ծոցի թագավորություններից սկսած։ Ինչի մասին բազմաթիվ անգամ զգուշացրել էր, այսինքն Իրանը դարձրեց պատերազմը ոչ ձեռնատու այն աշխարհաքաղաքական կենտրոններին, հա, հիմնականում նավթագազային համակարգի մասին է խոսքը գնում, Սաուդյան Արաբիա, Քաթար, Քուվեյթ, Էմիրություններ, Բահրեյն եւ այլն, որոնք հանդիսանում են միջազգային տնտեսության էներգետիկ ոլորտի ողնաշարը։ Ըստ էության ջարդեց այդ ողնաշարը։ Օմուզի նեղոցը փակեց, ուղղակի փակեց եւ մենք մի քանի օրվա ընթացքում տեսանք նավթի գների շեշտակի աճ, իսկ նավթի գների շեշտակի աճը հարվածեց առաջին հերթին
միջազգային եւ համաշխարհային տնտեսության, այսինքն պատերազմը դարձավ ոչ ձեռնտու։ Ֆիքսում ենք, որ չստացվեց տապալել Իրանի կառավարչական համակարգը, ինչի հիմնական հաշվարկը, հա, Միացյալ Նահանգների եւ Իսրայելի դրա վրա էր դրված, որ իրան գլխատում են վերնախավը, տապալվում է կառավարչական համակարգը, զորք են մտցնում, հարցը լուծվում է։ քրդեր եւ այլն, հա, քրդերի գործոնը, կովկասյան թաթարների, այսպես կոչված ադրբեջանցիների գործոնը եւ այլն։ Ոչ մի ուղղությամբ իրենք չհասան այդ նպատակի առայժմ այսօրվա դրությամբ։ Փոխարենը ստացան ըստ էության Պարսից ծոցի թագավորությունների անվտանգային ճարտարապետության իսպառ ոչնչացում։ Ինչի դիմաց էր Պարսից ծոցի թագավորությունները տալիս Միացյալ Նահանգներին եւ Բրիտանիային, Ֆրանսիային, Գերմանիային պայմանական էքսկլյուզիվ պայմաններ արդեն մի քանի տասնյակ տարի, հա, եթե չեմ սխալվում 60 տարուց ավել իրենց նավթագազային պաշարների օգտագործման, դա ոչ միայն լոկ բիզնեսը, այլ նաեւ հովանոցեր, ինչպես իրենք էին կարծում, անվտանգային առումով։ Իրանը ոչնչացրեց այդ հովանոցը։ Իսրայելի համար սկզբունքային է ոչ թե Իրանի միջուկային կամ հրթիռային ծրագրի վերացումը, այլ առհասարակ Իրանին որպես տարածաշրջանային հեգեմոն, հա, մինի հեգեմոն, դե լավ sense ասեմ, չնայած հիմա այսքանից հետո չես կարող ասես ով անդե մինիով մինի չի, չեզոքացում, հետագա մասնատման գործընթացի ներքո։ Հիշեք իսրայելական բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները վերջին ժամանակահատվածում։ Հիշեք Միացյալ Նահանգների բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները վերջին ժամանակահատվածում, խոսքը գնում է մինչև պատերազմ։ Ինչ էին ասում, ասում էին, որ Իրանի կառավարչական համակարգը, ռեժիմը պայմանական այնքան է թուլացել, հաշվի առնելով 12-օրյա պատերազմը եւ հաշվի առնելով ներքին խժդժությունները, որոնք այո գեներացված են, չնայած պետք է արդարության համար ասել, Իրանը լրջագույն սոցիալական խնդիրների առջև է կանգնած մինչև հիմա։ Չստացվեց, որովհետև այստեղ մենք տեսանք, գիտեք, ցիվիլիզացիոն ինչու ոչ հակասությունների բախում, երբ որ Իրանը նույն Թրամփը կամ Թրամփի խորհրդականները, հա, այն խորհրդականները, որոնք դրդում էին դեպի պատերազմ, ասում էին, որ դե նույնն է, էլի ինչ կապ ունի Սիրիայի, ինչ կապ ունի Իրաքի, նույն ժողովուրդն են, տենց բան կանենք, մոռանալով, որ Իրանը եւ Իրանի ժողովուրդը կապ չունի ընդդիմադիր, իշխանամետ, հոգևորական, լիբերալ, դեմոկրատ, կապ չունի։ Իրենց մտածելակերպը եւ իրենց անկալումը Իրանի Իսլամական Հանրապետության կտրուկ փոխվում է պատերազմից հետո, այսինքն արտաքին վտանգի դեպքում։ Որպես օրինակ, տեսեք, որոշ տվյալներով Իրանում գործում էր 1000-ից ավել ընդդիմադիր խմբեր, որոնք աշկովաշ չունեին հոգևորական վերնախավի այաթոլլայի եւ այլն, հա, այսինքն իրանք ասում էին, չէ, Իրանը պետք է դուրս գա հոգևորական կամ հոգևոր, հա, այդ կառավարչական համակարգից եւ վերադառնա շահի համակարգին, իմիջիայլոց շահի տղեն ու սա Գերդաստանը, հիշում եք թե ինչ ակտիվություն են մինչ այսօրս ցույց տալի։ Եվ այլն, բայց հենց առաջին ռումբերը ընկան Թեհրանի գլխին, բոլոր այդ խմբերը ներքին, որոնք ոչ թե ֆինանսավորում են դրսից, իսկ մենք գիտենք, որ քեշ, հա, ժողովրդական լեզվով ինչ քեշ փողեր մտնում Իրան ֆինանսավորելու համար, բազմաթիվ անգամ Իրանի հատուկ ծառայությունները բռնել էին այդ բեռնատարները փողերով, մի հատ մտածեք բեռնատար փողով, էլի, ուղղակի գլխի մեջ չի տեղավորվում։ Բայց այնուամենայնիվ այդ բոլոր խմբերը դրեցին մի կողմ բոլոր տարաձայնությունը եւ դառան ուշադրություն հոգևոր Իրանի ամենաուժեղ ջաթագովները, այսինքն արտաքին վտանգի արկայությունը դարձավ շատ կարևոր մի գործառույթ Իրանի հասարակության համախմբմանը։ Դա ըստ էության գալիս է պետականության մի քանի հազարամյա այդ ինստիտուցիոնալ հիշողությունից։ Այո, պետականության հազարամյա ինստիտուցիոնալ հիշողությունից, եթե հիմա մեկնումեկը փորձվի Իրանում տարանջատի հոգևոր հենքը, հայրենիքի զգացմունքը եւ պետական, հա, տեսլականը, ներողություն, ես պարզապես այդ մարդուն չեմ նախանձի, էլի, հետո ինչ օրը կգցեն, ուղղակի, որովհետեւ
ես պարզապես ոնց որ պրոյեկցիա եմ անում մեր վրա, հա, որովհետև երբ որ դու տարանջատում ես պետությունը եւ հայրենիքը, դու համ հայրենիք ես կորցնում, համ պետություն։ Ինչը ցավոք այսօր Հայաստանում տրենդ է, տենդենս է։ Վերադառնալով իրանական кейսին մենք ֆիքսեցինք հետևյալը, չստացվեց ամերիկացիներին եւ իսրայելցիներին։ Ասեմ ավելին, Տրամպի հակասական հայտարարությունները օրվա մեջ 68 անգամ իրար հակասող մի կողմից հայտարարում ասում է վերջ մենք արդեն հաղթել ենք։ 25 րոպե հետո դուսագալի բրիֆինգի ասում է Իրանը շատ հզոր պետություն էր եւ մեզ հաջողվեց ջարդել Իրանի օրինակ դիմադրողականությունը։ 22 րոպե հետո դուսագալը ասում է եթե Իրանը շարունակեց այսպես դիմադրել, ապա մենք ավելի ուշքու հարվածներ կանենք։ Հիմա մեկը հարցնի ասի, չգիտեմ, քաղաքացի Թրամփ, մի հատ դու լքում մեջ հասկացի, դու հաղթել ես, ինչ process է գնացել, ջախջախել ես Իրանը, թե հիմա խնդրում ես խաղաղություն, ընդ որում Թրամփի շտաբ զանգը Ռուսաստանի նախագահին, այո, ակնհայտորեն ցույց տվեց, որ այստեղ մենք ունենք մի գործընթաց, երբ որ Միացյալ Նահանգները, ես չեմ ասի իրանք փնտրում են ելքեր, ինչպես էս իրավիճակից դուրս գան սևերես չլինելով, որովհետև այստեղ Թրամփի խնդիրն էլ է, չէ՞, սա աշնանը Միացյալ Նահանգներում ընտրություններ են տեղի ունենալու միջանկյալ, Սենատ եւ Կոնգրես եւ վերջին տվյալներով հանրապետականները ջախջախիչ պարտություն են կրում, իսկ դա ուղիղ ճանապարհը դեպի ուր impeachment, այո, եւ այստեղ ունենք մի իրավիճակ, երբ որ Իրանը ըստ էության կարողանում է ձևավորել արդեն ներամերիկյան քաղաքական դիսկուրս, պատկերացնում եք իրավիճակը։ Բացի դրանից, Իրանը խաղում է մի քանի ուղղությամբ փայլուն, ուրեմն դիվանագիտական, քաղաքական կամ քաղաքացիական։ Նախագահ Պեզեշկյանը դուրս է գալի կամ նախարար Արաքչին դուրս են գալի, ասում են, դե մենք պատրաստ ենք պատերազմը կանգնացնել, եթե Իրանին դադարեն հարվածները, կամ մենք պատրաստ ենք չհարվածել հարակից պետությունների տարածքներին, եթե իրենք թույլ չտան այն ուժերին, որոնք ռմբակոծում են Իրանը, օգտագործել իրենց տարածքները։ Չէ՞, ասենց ինչ-որ այս կարգի հայտարարություն։ Մի րոպե հետո հայտարարություն է տարածում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, այսպես կոչված ՔՍԻՌ-ը մենք գիտենք իրենց։ Դուս անգլես ասում չէ, ով է ձեզ տես բան ասել, կռվում ենք միջև վերջ։ Դա համախմբվածություն է, թե հակասություն։ Չի կարող Իրանում լինել հակասություն, քանզի ճյուղերը կառավարչական, աշխարհիկ, հոգևոր եւ ռազմական իրանք այնքան իրար մեջ ներդաշնակ են, ստե մի քանի ուղղությամբ խաղ է գնում եւ փայլուն խաղ է գնում։ Ես ուղղակի գիտեք, համոզված եմ այս պատերազմը ոնց ուզում է ավարտվի, ինքը մաստեր կլաս է լինելու, թե ինչպես պետք է ավելի ուժեղ, իսկ Միացյալ Նահանգները եկեք ռազմական առումով ավելի ուժեղ են, ավելի ուժեղ հակառակորդին ինչպես կարելի է ուղղակի դնել մի իրավիճակի մեջ, երբ որ իր առաջինը սկզբնական նպատակները չեն իրականանում եւ երկրորդը ինքը կախվածության մեջ է անգնում թշնամու գործողություններից, տվյալ դեպքում Իրանի։ Եվ այդ գործողությունների համակարգված ուղղակի ֆանտաստիկ մակարդակի համակարգված գործընթացը բերեց նրան, որ հիմա Տրամպը այո միանշանակ ման է գալիս ինչ որ մի ելքեր, բայց դա չի նշանակում, որ պատերազմը ավարտվելու է։ Ասեմ ինչի համար, տեսեք։ Միացյալ Նահանգների համար հիմա պետք է պաուզա։ Այսինքն իրենք հասկանում են, որ թե լոգիստիկ առումով, թե բոլոր առումներով չի ստացվում այն, ինչ իրենք ուզում են։ Հա, ռմբակոծում են, այդ Իրանն էլ է խփում։ Հա, վերնախավին ոչնչացրեցին, բայց ներողություն ավելի ռադիկալ վերնախավ եկավ։ Վերցնենք Մոջտաբա Խամենեին, այսինքն նոր հոգևոր առաջնորդին, որը հանդիսանում է որդին սպանվածալի Խամենեի, տեսեք, ինքը դասվում է առհասարակ այն հոգևոր վերնախավի ներկայացուցիչներից, բացի նրանից, որ ինքը սպանված Այաթոլլայի որդին է, որ ինքը կորցրել է իր մայրիկին, որ ինքը կորցրել է իր տիկնոջը, որոշ տվյալներով որդին էլ վիրավորվել կամ զոհվել, առայժմ sense մի չկա։ Իր ընտրությունը շատ յուրատուկ ու արծեր։ Չգիտեք, խնդիրը հետևյալն է, որ ավելի պատկերավոր լինի, ուրեմն մինչև Տրամփի որոշումը բազմաթիվ իրանագետներ, ամերիկացի իրանագետներ չեն սիրում Իրանին, բայց այնուամենայնիվ այդ մարդիկ մասնագետ են եւ զինվորականներ ամերիկացի իրենց օրինակ
ասեն շտաբերի, հա, իրանք տես բան ունեն, կոչվում է ընդհանուր շտաբերի խորհուրդ։ Իսկ շատերը ուղղակի զգուշացնում են, ասեն մի մտեք այնտեղ։ Մի մտեք, որովհետև թե գաղափարական առումով, թե աշխարհաքաղաքական առումով Իրանը իզորու է իրականում ձգել իր ժամանակը բավականին երկար եւ այլն, դարձնելով նախնական նպատակները Միացյալ Նահանգների եւ Իսրայելի ավելի չիրականանելի, դե լավ, այսպես ասենք, հա, կամ ընդհանրապես չիրականանելի։ Իսրայելի համար, ինչպես ինքն է հայտարարում, ինքն էս որոշել է, որ այդ պատերազմը գոյաբանական խնդիր ունի։ Այն պարագայում, որ հիշենք 1979 թվականից հետո մեծ իսլամական հեղափոխությունից հետո Իսրայելն էր հայտարարել կենսական վտանգ, որ ինքը զգում է կենսական վտանգ Իրանից, բայց այստեղ կենսական վտանգի խնդիրը չի, այստեղ հեգեմոնի խնդիրն է, այսինքն մերձավոր արևելքում Իսրայելը տենց է որոշել, Միացյալ Նահանգները տենց են որոշել, հեգեմոն պետք է լինի Իսրայելը, միջուկային զենք պետք է ունենա միայն Իսրայելը։ Էլեմենտար հարցի, ինչի համար Իսրայելը կարող ունենա միջուկային զենք, իսկ Իրանը ոչ, մենք պատասխան չենք ստանում, բացի նրանից, որ Իրանը վատն է, իսկ Իսրայելը լավն է։ Հասկանում եք, եւ սա բերում է մի բայց Իսրայելն է երեխաների սպանում։ Այո, ներողություն 160-ից ավել։ 168 վերջին տվյալներով 172 6 տարեկանից մինչև 12 տարեկան աղջիկեքին։ Տամահավք հրթիռով խփեցին, տարակցրեցին դպրոցը։ Հաջորդ օրը խփեցին Բուշեր քաղաքում ծննդատանը։ Հաջորդ օրը խփեցին, եթե չեմ ասում, կրկին Բուշեր քաղաքի մոտ արդեն տղաների դպրոցին։ Այսինքն այստեղ մենք տեսնում ենք դասական տերորի կիրառումը, որը իմիջիալոց իսրայելցիները լավ ապկատկա արեցին Արցախում 44-օրյա պատերազմի ժամանակ, չմոռանանք Ստեփանակերտի հիվանդանոցին ծննդատանը ով էր խփում, ինչ զինատեսակով էին խփում, հա։ Եվ այստեղ ուղիղ կապ ենք տեսնում այն գաղափարախոսության, որը փորձում են հիմա օգտագործել Իրանի դեմ, այսինքն սարսափի եւ պայմանական ուզում են հասցնել են իրավիճակի, որ հա իրանցիները դուրս գան ասեն ինչ ուզում ա լինի, մենակ պատերազմ չլինի։ Հասկանալը, որ այդ խոսքի տակ թաքնված է ոչնչացում։ Ցավոք մենք դա չենք հասկացել, որ ֆրազը ինչ ուզում ա լինի, պատերազմ չլինի, բերում է պատերազմ։ Իրանցիները դա գիտեն։ Նվազագույնը վերնախավը։ Եվ սա նաև, գիտեք, զուգահեռվեց շատ կարևոր մի դրույթի հետ, որը որի մասին բավականին ասենց լայնածավալ Գագիկ Ծառուկյանն էր խոսացել, խոսքը գնում է երաշխավորված խաղաղության մասին, այսինքն եթե վերցնենք Իրանի, հա, օրինակը, ապա Իրանը իր խաղաղությունը ստրատեգիկ առումով երաշխավորում է ինչով գործընկերներ, ներքին ներուժ, տնտեսություն եւ ռազմական պոտենցիալ։ Մենք հիմա հասկանում ենք, չէ՞, որ օրինակ Միացյալ Նահանգները եթե մտնեն ցամաքային գործընթացի մեջ, այնտեղ չկա ոչ մի հեռանկար։ Առաջին հերթին դու չես կարող ցամաքային գործընթաց անես 80 միլիոնանոց պետությունում, որտեղ նույնիսկ քրդերը, իրանական քրդերը, որոնք սկզբունքային տարաձայնություններ ունեն Իրանի ղեկավարությանը, իրանք էլ հրաժարվեցին մտնել այս պատերազմի մեջ։ Ասեմ ավելին, բելուջները, որոնք ունեն նույնիսկ այսպես կոչված անկախ Բելուջիստանի ճակատ կազմավորումը, նույնիսկ իրենք հրաժարվեցին։ Ասեմ ավելին, այն բեղավոր մի հատ մարդ կա, անունը Ալիևա, ազգանունը Ալիևա, անունը Իլխամ։ Կհիշեք, որ մի հատ փնթի պրովոկացիա արեցին օկուպացված Նախիջևանում, իբր իրանցիները խփել են Նախիջևանին, ինչի համար էր դա արվում։ Մի շատ պարզ պատճառով, որ լեգիտիմացնեն Ադրբեջանի ներքաշումը պատերազմի մեջ, հաշվի առնելով Ադրբեջանի պարտքերը Իսրայելին, իսկ Ադրբեջանը միջև ստե պարտք է Իսրայելին, նվազագույնը Արցախյան քեյսի շուրջ։ Ասում եք բեղեր ուրցնելը եւ մատ թափտալ կամ սենց ինչ-որ բռունցք, երկաթյա բռունցք բան, չէ՞, այդպես բաներ ասում են գլուխը ինչպես հայերին։ Հա, ինչպես, այո, հա, միջալոց իշխանություն մի հատ զանգեք ծերոն ծնդե Բաքու, ասեք մի քիչ կոռեկտելի իրանց պահեն։ Ընտրությունա ձեր վարկանիշին է դա խփում չլես դե լավ է։ Եվ այստեղ ունենք մի իրավիճակ, երբ որ Ադրբեջանը իրականում չի ուզում Ալիևը մտնի այս գործընթացի մեջ, բայց Ալիևին իրականում մանևրի տեղել չեն թողել նույն իսրայելցիք, ասում են մի րոպե, Արցախի
օկուպացիան, հայաթափումը բան, ում միջազգային դիվանագիտական տանիքի տակ էր, իսրայելական լոբի, արի արա, ապեր չէ, արա, արի մի հատ հələ քուփայա բան արա, էլի, պարտկա հետո։ Անմիջապես շատ հետարքի իրավիճակ է ձևավորվել, Անկարայից զանգ է ստանում եւ Անկարա անմիջապես գնում է Ceyhun Bayramova, Ադրբեջանի արտգործնախարարը, մի օր ձենձուն չկա, հաջորդ օրը Ալիևը տո զորքնակ հաշում սահմանի բերանից, տո զանգումա Պեզեշկյանի հետ խոսում է։ Հումանիտար օգնություն Տո հումանիտար օգնություն է տանում, հեսա շուտով կարող է չալմայել գլխին հագնի, սկսի ֆրֆրալ լուրջ դեմքով, էլի, ամեն ինչ սպասելի է։ Ինչ է դա նշանակում։ Դա նշանակում է, որ Անկարան շատ հանգիստ բացատրեց Ալիևին, ասես մի մտի ես բազարի տակ, կծամենք, կցեն միան։ Մենք էլ կօգնենք, որովհետև այստեղ հիշենք Իսրայելի նախարարներից մեկի հայտարարությունը անմիջապես պատերազմի շեմին, երբ որ ինքը ասաց հետևյալը. Իրանից հետո Թուրքիան է։ Չնայած դա չի խանգարում, տեսեք ինչ հետարքիր ելևեջներ են, որ օրինակ թուրքական ռազմական ընկերություններից մեկը վաճառում է հենց այսօր Իսրայելին ռազմամթերք, որոշ տվյալներով 12000 արկերեն պայմանագիր է ստորագրվել, այսինքն տենում եք, չէ՞ ինչ ուղղություններով են աշխատում, կամ Բաքու-Ջեյհան նավթամուղը, հա, կամ նավթը, որը միջև հիմա գնում է Իսրայել եւ որով իսրայելական տանկերն են սնվում։ Այսինքն մենք ունենք այնպիսի մի հետաքրքիր կույտ տարածաշրջանային գործընթացների, որոնց խորքային ուսումնասիրությունը եւ որոնց խորքային արձագանքելը մեր կենսական Հայաստանի Հանրապետության կենսական շահերից է բխում։ Ֆիդանյան, օրինակի համար փորձենք մի վարքյան տեղերով փոխվենք։ Ձեր կարծիքով ամենալուրջ վտանգը իրանական ուղղությամբ դեպի Հայաստան ինչ կերպով է արտացոլվում կամ ինչ կերպով կարող արտացոլվի։ Իրականում այդ վտանգները բազմաթիվ են եւ ամենամեծ վտանգը դա Իրանում քաոսի առաջացումն է եւ այդ քաոսի համատեքստում կարող լինել միգրացիոն խնդիրներ, կարող լինել փախստականների հոսք, այո։ Տեսեք, հարգելի հեռուստադիտողներ, որ մենք հասկանանք ինչ է կատարվում, եկեք հասկանանք, որ Իրանի եւ Հայաստանի, Իրանի եւ Ադրբեջանի, Իրանի եւ օկուպացված Արցախի սահմանի երկայնքով բնակվում է 25-ից 27 միլիոն թուրք հալեզու իրանցի։ Թուրքերը իրենց անվանում են թուրք, ադրբեջանցիները անվանում են ադրբեջանցի, բայց փաստը մնում է թուրք հալեզու իրանցի են, որոնք իմիջիայլոց Իրանի շատ գիտեք, նվիրյալ քաղաքացի են եւ պայմանական չմտանես թեմայի մեջ հիմա։ Դասական մեր պատկերացրած, չնայած թուրքը մնում է թուրք իհարկե, բայց քիչ այլ են իրենք այլ մշակույթի մեջ են մեծացել, չնայած թուրք են, միանգամից կրկնում, այսինքն վտանգ գեներացնող են մեզ համար։ Չեմ ասում 25 միլիոն։ Հումանիտար կրիզիսը նվազագույնը սննդի պակաս կամ ջրի պակաս, այնտեղ բավականին լուրջ ջրի խնդիր է։ Եվ օրինակ դեպի հարավային Կովկասի սահման շարժվում է 27 միլիոնի կամ 25 միլիոնի 10%-ը, չեմ ասում կեսը, 10%-ը որոշում է, որ էլ չի կարում, ամենավատ ապրող, ամենավատ իրավիճակում գտնվող մի քանի միլիոն մարդ, 2.5 միլիոն հոգի մարդ։ Ենթադրենք, որ այդ 2.5 միլիոնից 1 միլիոնը մտնում է, չգիտեմ, Ադրբեջան, 1 միլիոնը փորձում է շարժվի դեպի Թուրքիայի տարածք, Թուրքիան արդեն իսկ նախապատրաստվում է այդ process-ին։ Ու գալիս են կանգնում են հայկական սահմանի բերանը, կես միլիոն հոգի մարդ։ Ինչ են կանելու։ Ընդ որում շատ ծիծաղելի ազգանունը չեմ հիշում։ Մարդ կա, այդ խոսացող թավշյա գլուխներից այն, որ շուշուտ են խոսում են, ասում է մենք անցակետերը կփակենք։ Այսինքն դու պատկերացնում ես մակարդակը ուղղակի մարդկանց ինչ անմեղսունակի տեղ են դրել սրանք, երբ որ ասում են մենք կփակենք անցակետերը եւ այդ մարդիկ չեն մտնի Հայաստան։ Ժորժ ջան, այսինքն մենք լուրջ կարծում ենք, որ այդ մի քանի 100,000 մարդը պետք է անցակետով անցնի։
ուղակի անցնելու են սահմանը, ինչ են կանելու, չեն կրակելու կնանիք ու երեխեքի վրա։ Չեն կրակելու, չէ, վստահաբար, ասեմ ավելին մի բան էլ օգնելու ենք, բա ոնց։ Բա սոված տանջված ժողովուրդ է գալի։ Եթե եկան իհարկե։ Սա եթե հույսի մեջ եմ էլի վերապահումով ասում։ Ինչ են կանելու։ Կարաս ասես։ Այս իշխանությունների պարագայում որևէ դրական բան չկարող Այս իշխանությունը զբաղված է։ Արի իշխանությունը ձեռ չտանք։ Այդ մարդիկ դհոլ են խփում, այդ մարդիկ տարբեր տեսակի սնունդ են ուտում կամերային, հա, ինչ-որ բաներ են պարում ավտոբուս։ Այդ մարդիկ կտրված են, իրանց համար Հայաստանը սկսում եւ ավարտվում է միայն եւ միայն իրենց առանձնասենյակների, իրանց շրջանակի, իրանց այդ տարբեր սննդամթերք ուտելու, այդտեղ է սկսում եւ ավարտվում Հայաստանը իրանց համար։ Մոռացի, իրանց մասին չենք խոսում։ Բայց նվազագույնը մենք պետքա չէ ռիսկերի հաշվարկը անենք։ Բնականաբար։ Ինչ կարանք անենք։ Շատ պարզ, եթե դու գիտես, որ վտանգ կա, դու սկսում ես նվազագույնը հատուկ ենթակառուցվածք կառուցել կամ ձևավորել այն ուղղություններով, որտեղ կա վտանգ։ Նվազագույնը։ Այդ մի քանի 100,000 հոգին մտան, որտեղ են ապրելու։ Ինչ են ուտելու։ Որ ինչ է ընդհանրապես կատարվելու, չէ, կրկնեմ, որ հանգարց չստացվի, որ հիմա հորետեսական ինչ-որ բաներ ենք խոսում, բայց ռեալիստական է։ Եկեք սենց անենք, հա, սա սցենարներից մեկն է, բայց ցավով եմ արձանագրում, ամենաիրականացվող սցենարներից մեկն է։ Կամ այլ մի բան ասեմ, այդ Տրամպի ուղի թրի բան ինչ կա, այդ ձենները թխի չի հելնում, խոսքը ձեր մասին չի, արգելի հեռուստադիտողներ, իշխանությունների մասին, բա թրիփներ, որ լուրջ դեմքով դուս էին գալի, ասում էին թրիփը կապահովի անվտանգությունը Հայաստանի։ Դուք հիմա պատկերացրեք մի տարի առաջ թրիփը իրականացված լիներ։ Ինչ էր լինելու։ Սյունիք դառնար թիրախ։ Եվ այո, թե Միացյալ Նահանգները, թե Իսրայելը արդեն իսկ տանուլ են տվել իրենց հիմնական ստրատեգիկ տեսլականը, ձևավորելով եւ միանշանակ ձևավորելով բավականին ուժեղ հակաարևմտյան թև, որի մեջ այո արդեն իսկ ներգրավում են բացի Իրանից նաև տարածաշրջանի այլ պետությունները։ Չենք մտածել դրա մասին, բայց ինչի համար, ամենակ ուտելու համար չի։ Չէ՞։ Ասում եմ գլուխը ինչի համար, ասում ես իրա մեջ ուտում եմ։ Ժորժ ջան, գոյություն ունի հասարակ տրամաբանական հաշվարկ։ Երբ որ տարածաշրջանում լարված իրավիճակ է հիմնական խաղացողների միջև, խոսքը չի գնում հակաամերիկյան քարոզի կամ հակաիրանական քարոզի, փաստ է, չէ՞ որ Տրամպը Միացյալ Նահանգները եւ Իրանը թրիփը ստորագրելու ժամանակ լարված հարաբերությունների մեջ են, ճիշտ է։ Ճիշտ է։ Հիմա դրանից հետո Իրանը արդեն մեռավ, գոռում արդեն մեր երեսին, ասում է տղեկ մի արեք, վտանգ մի գեներացիա, մեկ ասեք, բա մենք մեր բաները չզարգացնենք, դու ասա լոգիստիկ ուղիները, զարգացրու, բայց վտանգ մի գեներացրու։ Թրիփը այսօր դիտարկվում է որպես վտանգավոր գործընթաց, նամանավանդ։ Հələ դե լավ Իրանն էլ դնեմ մի կողմ, ամերիկացիներին էլ դնեմ մի կողմ, բոլորին դնեմ մի կողմ։ Թրիփը ինչ է, դուք մի հատ կարդացել եք, հասկացել եք թրիփը ինչ է։ Այստեղ տաղավարում անտիֆեյքի 1000 անգամ ասել եք միջանց կա սիրուն ամերիկյան փաթեթավորմամբ։ Հələ պլյուս որ ինքը վտանգում է Հայաստանի գոյությանը, ինքը չի լուծում լոգիստիկ խնդիրներ, են լոլո հեքիաթները, որ ձեզ պատմում են, իրանյան գործընթացները ցույց տվեցին, որ դա այդպես չի։ Եվ այս պարագայում այդ գեղեցիկ ամերիկյան փաթեթավորումը ինքը ոչ թե անվտանգային ճարտարապետություն ձևավորեց, ինքը վտանգներ գեներացրեց։ Օրինակը բերենք, պարոն Ֆիդանյան։ Պարսից ծոցի թագավորություններում երբ որ մի քանի տասնյակ տարի, մոտավորապես 50-60 տարի առաջ Միացյալ Նահանգները, Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, հա, ու Գերմանիան ամենաքիչը, դե լավ, Միացյալ Նահանգները մտնում էին Պարսից ծոցի թագավորություններ, նավթ արտահանման, էքսկլյուզիվ պայմանագրեր եւ այլն, մենք գիտենք, չէ, որ իրանք են, այս քանի տարի, այո, իրանք են փողերը բերել, իրանք են հիմքը հանդիսացել Պարսից ծոցի թագավորությունների այդ վերելքի զարգացման եւ այլն, բայց հիմնական դրույթը ո՞րն էր, որ իրենք հանդիսանում են հովանոց անվտանգային։
որը որ չաշխատեց։ Ուր այդ հովանոցը։ Ուրա։ Բա պատմում էին, ասում էին ամերիկական փողերը կարողա տեղյակ չեն իրանցիները, որ տենց պետք լինի, դրա համար խփում են։ Հասկանում եք, սա է հիմնական խնդիրը։ Այո, մենք պետք է adekvat լինենք, ոչ ամերիկացու հետ թարսվենք, ոչ Իրանի հետ թարսվենք, ոչ Ռուսի, ոչ Չինաստանի, բայց այսօր բոլոր գործողությունները, որոնք իրականացվել էին Հայաստանի արտաքին ճակատում, գեներացրեցին վտանգներ, գոյաբանական վտանգներ, ժողովուրդ ջան, այսօրվա օրով ոչի։ Շատ լավ, պարոն Աբովյան, մենք քննարկեցինք իրադրությունը ու նաև վտանգները, բայց մենք տեսնում ենք, որ պատերազմը չի դադարում եւ եկեք հասկանանք, թե ինչ հավանական սցենարներ կարող են փորձել օգտագործել Միացյալ Նահանգները եւ Իսրայելը, հատկապես եթե հաշվի առնենք, որ իրենց նախնական սցենարները այլևս չեն աշխատում։ Ոյ, տեսեք, Ժորժ ջան, հիմա ով կանխատեսումներ անի, իմացեք սուտ ասում, որովհետև չես կարա հիմա ասես, ոնց կզարգանա։ Ես ավելի քան համոզված եմ, որ թե Միացյալ Նահանգները, թե Իսրայելը ի տարբերություն Իրանին, Չինաստանին եւ Ռուսաստանին պրոստը չեն պատկերացնում հետոն ինչա լինելու։ Որովհետև չէին հաշվարկել։ Ու հաշվարկել էին, բայց այս մակարդակի չէին հաշվարկել։ Բայց եթե սցենարներից վերցնենք օրինակ տակտիկական միջուկային զենքի կիրառում, հնարավոր է, այո, հնարավոր է։ Տոկոսային հարաբերությունով շատ ցածր հնարավորություն է, բայց կա այդ հնարավորությունը։ Դե պատմական փորձն էլ կա։ Այո, նամանավանդ անցել է լիքը ժամանակ ու հիմա շատ մարդիկ ուղղակի չեն հասկանում դա ինչ է։ Աստված ոչ անի իհարկե։ Երկրորդը, ինչ պետք է անել, որ Իրանին ծնկի բերել, համաձայն Միացյալ Նահանգների եւ Իսրայելի հաշվարկի։ Դա զրկել Իրանին իր հիմնական ֆինանսական հոսքերից, որոնք ապահովում են նավթի եւ գազի, նավթի հիմնականում մատակարարմամբ։ Պարզվում է, որ նավթի մատակարարման կետը մի կղզի է, որը գտնվում է Իրանի տիրապետության տակ եւ Իրանում արտահանվող 90% նավթը այդ կղզու նավահանգիստով է տեղափոխվում աշխարհի տարբեր երկրներ։ Հնարավոր է այդ կղզին գրավեն, ուղղակի զրկելով նավթային այդ տեղափոխման գործընթացից։ Հնարավոր է, այսինքն որպես բանակցային кейս սա դիտարկեն։ Հնարավոր է մասնակի ռազմական ներխուժում, օրինակ Ֆորդոյի միջուկային կենտրոնը կամ այլ կենտրոններ, որտեղ համաձայն իսրայելական եւ ամերիկյան տվյալների պահպանվում է հարստացված ուրանը։ Հնարավոր է։ Այսինքն այն սցենարները, որը մենք հիմա խոսում ենք, դա ամենան ու տրամաբանականն է, բայց նկատել եք, պարոն Ֆիդանյան, որ այս պատերազմը տրամաբանության հետ ընդհանրապես կապ չունի։ Եվ ի դեպ պատերազմի նախարար Հեգեցը բավականին հետաքրքիր, հենց ձեր նշածի տրամաբանության բավականին հետաքրքիր հայտարարություն էր արել օրեր առաջ, նշելով, որ իրենք չեն գործելու պատերազմի դասական կանոններով եւ այլևս չեն առաջնորդվում, ինչպես ինքն էր նշում, բարոյական հիմար նորմերով։ Ես հորապես ցավում եմ, որ աշխարհի ամենահզոր պետություններից մեկի ռազմական պատասխանատուն բարոյականությունը համարում է հիմարություն։ Միջից էլի ծանոթ երանգներ եկան, էլի։ Թավշյա։ Ես համոզված եմ, որ այս փուլում Միացյալ Նահանգները ունեն խնդիր ժամանակավոր դադարի, ինչ որ մի ձև։ Իսրայելը չունի այդ խնդիրը, Իսրայելը մահու կռիվ է տալի, տենց ինքը որոշել է, որ ինքը պետք է գնա ու տենց ինչ որ ինքնազոհության, չգիտեմ։ Չէ, գիտեմ, հասկանում եմ Իսրայելի համար, Նետանյահուի կառավարման համար։ Դա գոյաբանական խնդրի նման մի բան է, այսինքն Իսրայելը ստե այլ կերպ պետք է դիտարկենք եւ կարծում եմ տաղավար արժի իսրայելագետի հրավիրել, ինքը ավելի խորքային կբացատրի։ Իրանը ինչ հարց է լուծում։ Իրանի համար սկզբունքային հարցը, ինչի համար ինքը չի դադարում հիմա պատերազմը, գիտեք։ Ինքը հիմա փորձում է ստեղծել իրավիճակ, երբ որ ուշադրություն երաշխավորված խաղաղության նախադրյալներ կլինեն, այսինքն մի տարի հետո էսի չկրկնվի,
կամ 10 տարի հետո էսի չի կրկնվի, Իրանը այդ ուղղությամբ է աշխատում։ Եվ նույնիսկ եթե լինեն բանակցություններ, ապա իրենք լինելու են հրթիռների պայթյունների ներքո։ Այսինքն Իրանը միջև վերջ անելու է ամեն ինչ, որ ստանա երաշխավորված խաղաղություն։ Եվ այստեղ իրանական փորձը, պրոյեկտելով մեր վրա իհարկե շատ ավելի փոճուրիկ մասշտաբներով, բայց այնուամենայնիվ մենք պետք է հաշվի առնենք եւ պետք է հասկանանք, որովհետեւ եթե մենք դա հաշվի չառանք ու չհասկացանք, ապա մենք ստիպված ենք լինելու առերեսվել ահռելի հետևանքների։ Մենք չունենք Իրանի ոչ բնակչության քանակը, ոչ ստրատեգիկ խորությունը, չէ, չունենք, ուղղակի չունենք։ Եվ այո, քաղաքական եւ քաղաքագիտական հաշվարկներ, միայն եւ միայն։ Հնարավոր է իրավիճակը շտկել, միանշանակ, հնարավոր է Հայաստանին հասնել երաշխավորված խաղաղությանը, անկասկած։ Պարզապես դա պահանջում է ողջամտություն եւ պատրանքներից դուրս գալ, ուղղակի դուրս գալ, առերեսվել ճշմարտության հետ։ Իրանը 12 օրվա պատերազմից հետո առերեսվեց ճշմարտության հետ եւ հասցրեց վերաձևափոխել ամբողջ կառավարչական համակարգը պայմանական կրիզիս մենեջմենտի տրամաբանության մեջ։ Եվ այսօր ցույց է տալի ուղղակի ֆանտաստիկ դիմադրողականության եւ նախահարցակ լինելու քաղաքականություն։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Իմ հյուրն էր Կամուշ քաղաքացիական նախաձեռնության համահիմնադիր Արման Աբովյանը, ձեզ հետ էր Դավիթ Ֆիդանյանը։ Բաժանորդագրվեք Antifake YouTube-յան ալիքին, շարունակեք Antifake-ին աջակցել ֆինանսական կոմպոնենտում, դրամական փոխանցումներ, Patreon, Super Chat, Donation Alerts, նաև կրիպտոարժույթ, նաև փոխանցումներ քարտային հաշիվներին եւ կհանդիպենք